Երկրորդ փուլը ապահովում են, թե չէ։ Չեն արձագանքել դեռ։ Պարոն Կարապետյան, հիմա ամբողջ ոնց որ ամբողջ ընտրական շրջանում ամբողջ քննարկումը այս հարցի շուրջ է մանդատները վերցնել չվերցնել իհարկե դուք ասել եք որ այս իրավական գործընթացներից հետո կերևա ինչ պետք է անեք լավ ամեն դեպքում նաև ձեր կողմից թիմակիցներից նաև շատ է գալիս այս մեսիջները որ դե ԿՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն ընդամենը 8 մանդատ էր պետք եւ այլն փոփոխություն անելու համար վարչապետ փոխելու լավ օրինակ հիմա ԿՊ-ականներն էլ այսպես դրամատրությամբ կա, որ կյանքը ցույց է տվել, որ ընդդիմադիրների շարքերից են, օրինակ, դուրս գալիս, դառնում անկախ պատգամավոր եւ հետո քվեարկում իշխանության օգտին։ Օրինակ, եթե դուք մանդատները վերցնեք գնաք, համարելով, որ չունի սահմանադրական մեծամասնություն, դուք վստահ եք, որ ձեր թիմակիցներից չեն միանա իշխող կուսակցությանը եւ չեն քվեարկի իրենց նախագծերի օգտին։ Դուք վստահ եք, որ ձեր կազմած ցուցակում չկան արտագաղթողներ։ Իրենք են միանալու մեզ։ Ինչ վստահություն եք, պարոն Կարապետյան։ Դուք նույն վստահությամբ ասում եք ամեն ինչ ասեմ ձեզ։ Լավ, վստահ եք, որ ձեր թիմում Գեղամ Նազարյաններ եւ Իշխան Զաքարյաններ չեն ծնվի, հայտնվի։ Ուղիղ ասենք։ Նույնիսկ եթե հայտնվեն, դա իրեն չի օգնելու։ Բայց կողքնի զուտ թվաբանություն։ Ոչ մեկ չի կարող մանդատը նրանցից վերցնել։ Իրենք դուք չեք ինչ տեսակ, օրինակ Փաշինյանը պահանջում էր Աղազարյանը մանդատը վայր դնել, չդրեց։ Ուզում եմ ասել, մարդը կարող է պաշտպանել մանդատը հասկանում եմ դա, դրա համար դուք ձեր ցուցակի նկատմամբ ունեք վստահություն։ Չեն միանալու ԿՊ-ին, ունենք վստահություն։ Ամբողջ ցուցակի համար քանի օք, 200 քանի օք եք կարծում։ Ամբողջ ցուցակի վրա, այսինքն կոպիտ ասած վստահ եք, որ կռիվներ չեն հայտնվի, առնետաբացք չի լինի։ Դե հիմա կարևորը պատգամավորներն են, վստահ ենք, որ չեն հայտնվել։ Պարոն Կարապետյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովից ինչ ունենք ակնկալելու եւ սահմանադրական դատարան դիմելու գործընթացը ինչպես։ Դե մենք միշտ ակնկալում ենք արդարություն, բայց համոզվում ենք, որ չկա արդարություն, դրա համար գնում ենք հաջորդ քայլի, նորից ակնկալում ենք արդարություն, շատ լավ առաջարկ արեցի այսօր, եթե ինքը այդքան վստահ որ հաղթել է, կարող ենք մի հատ էլ ապացուցենք երկրորդ փուլով, քանի որ ինքը բոլոր դեպքերում այսքան ապօրինություններից հետո չի կարող լինել լեգիտիմ իշխանություն, իսկ Հայաստանը չունենալով լեգիտիմ իշխանություն, միայն կբացի դարպասները, նորից ասեմ, ադրբեջանցիների համար, դրա համար ես խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել այդ հարցում, եթե իրենք վստահ են, որ հաղթել են, ոչ մի խնդիր չկա, մեկ ամսվա ընթացքում կազմակերպենք երկրորդ փուլ, մենք համաձայն ենք նոր ընտրություններ, եթե ոչ երկրորդ փուլ։ Ովքեր կլինեն տեխնացուները, ովքեր կլինեն այդ երկրորդ փուլը։ Ոնց է լինելու դա։ Դա Ձեր երկուսը առաջի երկու, հա։ Իսկ պարոն Կարապետյան, մի բան էլ կներես, ձեր ասած քիչ առաջ այստեղ միջև նիստի մտնել է, որ ասացիք, այսինքն այդ 1.5 միլիոն ընտրողը մեզ խաբեցին, Փաշինյանին օգնեցին, սա մի քիչ համ ընթերցումների տեղիք տվեց, համ ԿՊ-ականները շահարկում են, ասում են, միլիոն ընտրողները։ դուք այստեղ ասացիք, որ հարցին լրագրողի հարցինի պատասխան, որ այդ 1.5 միլիոնը, այսինքն մեծ մասնակցությունը փաստորեն ձեզ չօգնեց, դուք կոչ եք անում։ Դուք ասում եք, որ փաստորեն ձեզ խաբեցին, այդ ինչ նկատի ունեք, որտեղ շահարկում են արդեն ԿՊ-ականները։ Մենք խաբվեցինք դրան։ Ինչու՞։ Ասում բակալուկայում մտած էր արդեն հեգնում են ԿՊ-ականները ԿՊ-ականները։ չիրականացան, Ոնց կարծեք։ ձեր սպասելիքները չիրականացան այդ առումով։ Սպասելիքները չիրականացան այդ առումով, իրենց հնարավորություն տվեց, իրենց սև գործը անել։ Լավ, պարոն Կարապետյան, հիմա եթե ձեր ասած սցենարները չի լինում, հիմա եթե ձեր ասած սցենարները չի լինում, վերադառնում Դա հենց ամեն ինչը ապացուցում, որ մեծ ընտրության ժամանակ իրենք մեծ հնարավորություն ստացան խախտումներ անելու։ Պարոն Կարապետյան, ենթադրենք ձեր պայմանները, հիմա չգիտեմ կլինի թե չէ, ենթադրենք չի լինում, արտահերթ ընտրություններ չեն լինում, դուք որպես խորհրդանական ամենամեծ ընդդիմադիր ուժի լիդեր, ձեր թիմը գնում է խորհրդարան, դուք քայլ գնալու ենք առաջ, գնահատելու ենք, հիմա դե ասեցինք, դիմում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետո կդիմենք սահմանադրական դատարան, հաջորդ քայլը կգնահատենք, որ
քայլը արագ կերացնի Փաշինյանին, այդ քայլով են գնալու են։ Ստացվեց դուք ամբողջ ընթացքում մարդկանց պատրաստեցիք հաղթանակի ձեր ընտրողներին կամ ավելի ճիշտ ոչ թե ձեր ընտրողներին, այլ Փաշինյանից դժգոհ հասարակությանը պատրաստում եք հաղթանակի, չէիք ուզում լսել պարտության մասին հարցեր եւ ստացվում է դուք խորհրդարան եք գնալու։ Կուզեիք, որ մենք լսեինք պարտության մասին հարցեր։ Ինչին պատրաստ Բայց դուք կուզեիք, որ մենք ասենք մենք գնում ենք, բայց պարտվելու ենք։ Դե օրինակ կար օրինակ Ռոբերտ Քոչարյանի նախկին ընտրությունների մասից հաղթելու ենք, հետո չասած ավելի զգուշավոր էր։ Ավել մենք գնահատում ենք մեր շանսերը։ Շատ մեծ էին բոլոր հարցումներով։ Մենք տեսնում էինք, որ մենք հաղթում ենք, դրա համար մենք վստահ էինք։ Իսկ իրենք գողացան հաղթանակը։ Այդքան բան։ Պարոն Կարապետյան, եթե երկրորդ փուլ լինի վարչապետի թեկնածուն նորից դուք եք լինելու։ Իհարկե։ Պարոն Կարապետյան, Դժգոհ տեխնացու։ այս զարգացումները ինչ ցույց տվեցին, դուք չեք մտափոխվել քաղաքականություն մտնելու համար։ Գիտեք ոնց, ես ասել եմ, դա իմ երազանքը չի եղել, բայց հիմա մեր հայրենիքի համար այս օրհասական պահին, երբ ամբողջ անպայման մնալու ենք ճիշտ դիրքերից, եթե մենք գնայինք ռադիկալ դիրքեր, մենք հիմա հաղթանակ կունենանք։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն էր հանրայինի եթերում հայտարարում վահը։ Ռադիկալ ինչ է նշանակում։ Ռադիկալ, չգիտեք ինչ էր նշանակում։ Մի հատ հայտարարենք, որ Դուրս է գալիս փողոց, հա։ ռադիկալ։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն հանրայինի եթերում հայտարարում էր, որ դուք դեռ երկար եք մնալու Հայաստանում, նկատի ունենալով, որ դատավճիռը լինելու դատվելու եք։ Դա ուղիղ հրահանգ չէ դատարանի։ Դա էր։ Բայց դες բանտ է, որ ես երկար եմ մնալու Հայաստանում, Գագիկ Ծառուկյանին։ Չէ, կարծում որ հրահանգում եք, կամ արդեն դատավճիռը կա։ Ասել է ու անելու եմ։ Ես ասել եմ, լուրջ մի ընդունեք։ ԿՊ-ի 90% արդեն իրեն լուրջ չի ընդունում։ Մնացել են լրագրողները։ Դուք իսկապես կարծում եք, որ պետք է լուրջ չընդունել իր ասածներին։ Որտեղ նա ասում անում է։ Հրահանգը տալիս է կամ տանում հաջորդ օրը ձերբակալում է։ Ձերբակալեց, ինչի ասավ։ Ասավ նրան, որ Ասավ, որ մեր մեկուսացրեց մարդկանց։ Ասավ, որ մեր երկիրը արդեն իր Տաուշի մարզը 40% աղքատություն ունի, հասավ դրան, ինչի է ասում։ Բայց գնացին ընտրեցին, Սյունիքում ընտրեցին։ Վահրելի մարդիկ ընտրեցին։ Դուք սպասում եք այս արդյունքները։ Դուք իսկապես 50+ հաղթանակի էիք սպասում։ Իհարկե, անպայման։ Ադրբեջանի Ում մոտ էիք։ Ազգության մոտ։ Ադրբեջանի դրոշի ներքո գտնվող մարդիկ, որ Չէինք խապում, իրենք մեզ խապեցին բոլորին, ժողովրդին։ Պարոն Կարապետյան, բայց ներքին հանդում մյուս տեղերում Ադրբեջանի դրոշի ներքո բնակվող մարդիկ գնացին իրեն ձայն տվեցին։ Եթե Այստեղ ընդդիմությունը ամիսներ շարունակ վախի մթնոլորտ մտցնում ես մարդկանց մեջ, եթե ձերբակալում ես բոլոր ակտիվիստներին, բոլորին, բոլոր կուսակցություններից, մենք ինչ գիտենք, ինչ կանեն ընտրել իրեն։ կարող է ժողովուրդը սիրում է իսկապես այդ մարդուն։ Չեք մտածել Այդ հարցին դուք պատասխանեք։ Դուք սիրում եք այդ մարդուն։ Ես Կանանց եմ սիրում գեղեցիկ։ 20 համարին հարցրեք, սիրում են այդ մարդուն։ Նույնիսկ մեզ մի հարցրեք։ Մի բան էլ հարցնեմ ու վերջ։ Տեսեք, այնուամենայնիվ երբ ընդդիմադիրների ձայներն են հիմարում, Էդմոն Մարուկյան, Արման Թաթոյան, Հայկ Մարության եւ այլն, այսպիսի կարծիք էլ կա, որ ահա տեսեք, եթե ստացվեր համախմբումը, եթե ամբիցիաներից մարդիկ վեր մնային եւ հաջողվեր մեկ ճակատով գնալ, գուցե հնարավոր լիներ համախմբում։ Դուք այստեղ օրինակ կան բաներ, որ դուք եք նայում հետևություն եք անում, որ ուրիշ կերպ պետք է լինի։ Ոչ, մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, իրենք պետք է հետևություն անեն, չգերագնահատեն, կամ էլ ուրիշ իրենքով այդ մյուս ընդդիմադիրները փոքր ձայն քիչ ձայն հավաքող ուժերը պետք է իրենք ճիշտ գնահատական տան իրենց քայլերին, իրենց արածներին։ Հա եթե իրենք չվառեին ձայները, հիմա կունենային ուրիշ արդյունք։ Այսինքն եթե չառաջադրվեին, դուք հաստատ հաղթեիք։ Դե դուք հաշվեք, նստեք հաշվեք մի հատ։ Դրանք ձեր ձայներն են կարծում։ Ինձ մոտ դուք եք կարծում։ Չէ, ես իմ Այդ պատրաստ չասեմ։
Բացի Արման Բաբաջանյանից մի 2-3 ովքեր 1%-ի շեմը չեն անցնում, իհարկե բոլորը մեր ձայնը։ Շնորհակալություն։ Ֆուրգեն Սիմոնյան մյուսները։ Բոլորը մեր ձայնը։ Բայց իրանք հակառուսական ձայներ են եղել ավելի շատ։